Աստծո խոսքեն երկու դեղեր է համարը պիտի գարտամ։ Մեկը գտնվի Եփեսացոց 6-րդ գլուխին 18-րդ համարն է, իսկ մյուսը Փիլիպպեցոց 4-րդ գլուխին 6-7 համարները։ Ուրեմն առաքյալը գսե ամեն աղոթքով ու խնդրվածքով ամենադեն աղոթք գրեք հոգիով ու այս բանին վրա հսկեցեք գադարյալ հարադեվությամբ ու աղաչանքով բոլոր սուրբերուն համար։ Փիլիպպեցիս 4:6-7 Բանի համար հոգ մի անեք, հաբա ամեն բանի մեջ աղոթքով ու աղաչանքով քոությունով մեկտեղ ձեր խնդրվածքը Աստուծո հայտնի ըլլա եւ Աստուծո խաղաղությունը, որ ամեն միտքը վեր է, ձեր սիրտերը ու միտքերը Քրիստոս Հիսուսով պիտի պահպանե։ Մեր նյութը պիտի ըլլա աղոթքի շուրջ խորհրդածություններ եւ որտեղ մեծ բակի շրջանի մեջ կգտնվենք, այնպես որ փափակեցա միասնաբար աղոթքի մասին խորհրդածել այսօր եւ եկող գիրագի։ Կարևոր նյութն է Աստվածաշունչի մեջ արձանագրված եւ շատ թելադրություններ ու բادվերներ կան այս ուղղությամբ։ Զոր պետք է լուրջ առնենք որպես հավատացյալներ, որովհետեւ օգտվողը մենք պիտի լանք, դուժողնալ մենք պիտի լանք։ Անոր համար լրջորեն գարժե խորհիլ այս նյութին շուրջ։ Աղոթքը եւ աղոթելը Աստուծո համար չէ։ Անոր համար օգտվողը մենք, դուժողնալ մենք պիտի լանք։ Այլ մեզի համար է, մենք պետք ունենք աղոթելու։ Աստված պետք չունի։ Նույնիսկ մեր աղոթներուն պետք չունի։ Իսլամները գուսուցանեն, որ Աստված մարդը ստեղծած է, որպեսզի գիշեր, ցերեկ, բաշտե եւ աղոթե։ Քրիստոնեություն այդպես չուսուցաներ։ Աստված ոչ մեր աղոթքին պետք ունի, ոչ մեր բաշտամունքին։ Ճշմարտությունը գստիբե, որ մենք զասված բաշտենք եւ աղոթենք, որտեղ այդ իրականություն է, որտեղ ան մեր ստեղծիչն է։ Մեզ գործնե ամեն տեսակ օրհնություններով, ամեն օր մեզ գսիրե, անոր համար ճշմարտությունը այս է իրականությունը, գստիբե, որ մենք բաշտենք զայն, մեր ստեղծիչն է։ Դժբախտաբար աղոթքի նյութը շատերու կողմէ սխալ հասկացված նյութ է։ Ոմանց համար անկարևոր նյութ։ Միշտեր Աստվածաշունչի մեջ մեծ դեր կգրավե այս նյութը։ Հիսուս շատ անգամներ աղոթեց, ժամեր աղոթքով գանցներ։ Ըլլա մեր դերը, ըլլա առաքելական նամակները գքաչալերեն մեզ աղոթելու եւ հարադեվելու աղոթքի մեջ, սակայն գիտակցությամբ ինչու համար վիդաղոթենք։ Այս կարևոր նյութը մի քանի գետերու վրա պիտի հիմնենք եւ որպես տաս ուզեմ ցեզի ներկայացնել։ Եվ միասնաբար պիտի խորհրդածենք միշտ հիմք ունենալով Աստվածաշունչը ու ոչ թե մարդկային շինծու փորձառությունները։ Շատ կլսենք սուտ մարգարեներ գսեն աղոթքի ժամանակ զգացի, որ ես իմ ոտքերս քետնեմ բարձրացան, թուն գզգաս այդպես։ Չէ, չեմ զգար, ես կզգամ, ուրեմն թունալ, վարդապետություն կշինեն։ Աղոթելու ժամանակ ես չերմություն կզգամ, այնպես որ թունալ կզգաս, ոչ, չեմ զգար։ Մարդկային շինծու փորձառությունները բահարանի մեջ կտնենք։ Ուրեմն Աստվածաշունչին հիման վրա պիտի տեսնենք մեկ ինչ է աղոթքը, որու աղոթելու ենք, ինչու աղոթել եւ երբ աղոթել եւ ինչպես աղոթել։ Գնշմարենք, որ ամեն ճշմարտության գողքին գեղձը եւ առասպելն ալ գուսուցանվի։
Աղոտքի մասինալ արասպելներ և հագասուրքրային ուսուցումներ գշրջակային շատ։ Սատանան ճշմարտությունները գեղձելու մեջ մասնակետ է, որպեսզի մարդոց ճշմարտությունը հեռացնե, ուստի փրկութենե հեռացնե, որանոնք Աստծո հետ հաղորդակցություն չունենան, գապ չունենան։ Անոր համար կուզեմ բամը ասել, թե ինչ չէ աղոտքը։ Աղոտքը արդասանություն չէ, որ գարդասանենք։ Պերդիս խոսքերը, սրդիս խորհուրդները քո առջևդ ընդունելի լան, որդեր միշտեր խելքնալ, լեզունալ ուրիշ տեղ է, բայց քո սորված է, գարդասան է, այդ չէ, ոչ ալ արարողություն մնե։ Սաղմոսները աղոտներ են, և շատ աղոտներ կան քրված, այո, գարդալը սխալ չէ, բայց միջ կգարդանք, պետք է մեր միտքը կենտրոնացնենք հոն, և ոչ թե մեր միտքը ուրիշ տեղ և աղոտքը գարդասանենք։ Դարձյալ աղոտքը սովորություն չէ, որոշ ժամերու մեջ, վայրերու մեջ աղոթել։ Գիտես հիմա խոհանոցի մեջ բնակ լվացած ամոթ է աղոթես, հատուկ դեղ պետք է երթաս, հատուկ ըսկես թակնիս, հատուկ ժամը, չի գա, այդ չի աղոտքը։ Բոյևյադ են գրնանք աղոթել։ Դարձյալ աղոտքը սովորություն չէ, ըստիբոականություն չէ, բարդատրություն չէ, ուրիշը գստիբե քեզի որ աղոթես, անիկա փոքրիկներուն գրնան գնել, բարիգամեցողությամբ, որանոնք աղոտքի բարժվին։ Մայրս սկսեր ինձ երբ փոքրիկ է աղոթեցիր, և գիշեմ անգողինի վրա ձունգի գուկայինք և մեր թեմքը թեպ Երուսաղեմ գուղեինք և գաղոթեինք։ Բնական է, բայց երբ գիտակցության մեջ գուկանք, ըստիբոական չէ աղոթելը, ասոր անոր սիրույն աղոթելը։ Գստիբե, որ աղոթել։ Աղոթքը բարդականություն ալ չէ։ Ես իմ բարդականությունս գադարեցի։ Աղոթքի կացի այսօր, աղոթեցի, ես ամեն արդու իրգուն չի կնացած, արդու կործի չի կացած, գաղոթեմ այնպես, որ ես իմ բարդականությունս գադարեցի։ Բարդականություն չէ աղոթքը։ Աղոթքը նաև վերջին գետը միագողմանի խոսակցություն չէ։ Այսինքն միայն մեկ հոգի գխոսի և ինչ որ շատերուս սովորությունն է։ Դեր ինձի կորց դուր և այլն, ինձի այս ըրե, այդ ըրե, ինձի հաջողություն դուր և բժշկե, առաջնորդ է և այլն, դուր, ետքը քիշեր բարի, ներողություն, բաղագությունը չի մորնաց, բաշպան է ինձի։ Այնպես որ այս չէ աղոտքը, միագողմանի, խոսիլ, արդասանել, դուր և վերջ, ոչ, աղոտքը երկողմանի գլա, որ մասին պիտի խոսում։ Այսպեսիներուն համար անոնք որոնք աղոտքը սովորություն դարձած է, միագողմանի խոսակցություն, այսպեսիներուն համար ասված իրենց գարսոնն է, սպասավորն է, ուզած ադենի գգան չեն, այս ըրե, այդ ըրե, վերջը մի խարնվիր հոն, ես ուզածից պես կյանք մը պիտաբրին, այս չէ աղոտքը։ Արդյոք քեզի համար աղոտքը այս հիշյալ բաներեն մեկն է, արդյոք այս ըմբռնումը ունիս աղոտքին համար, անգեղծ եղիր քո անցիդ հետ, բարդականությունն է, ինչն ենք քրիստոնյա ծնած եք, պետք է աղոտքի երթանք կամ աղոթենք, այդ չէ։ Աղոտքը ամեն բանի առաջ Աստուծո հետ հաղորդակցիլ է, ոչ թե միագողմանի խոսիլ, հաբա Աստուծո հետ գխոսիս և միևնույն ադեն անոր ցայնը գլսես, այսինքն միշտ դրամատիր ես անոր հնազանդելու, ցայն լսել այդ կենթատրե։ Աղոտքը ուրեմն Աստուծո հետ մտերմություն է։ Գիշեք Ենովք քանի 100 տարի դերոջի հետ քալեց։
հաղորդակցություն է, քալեց այդ կենթաթրը, ոչ թե ֆիզիկապես ասված մարմին արավ եւ միջին արևելքի փողոցները բդդեցան, քալեցին, հապա դրամատիր էր ենով, անոր ցայնը լսելու, դերոջի հետ քալեց, թե գխոսեր եւ թե անոր ցայնը գլսեր, ինչ որ մենք կծախողինք ասոր մեջ, այդպես չէ, խոնարհություն ունենանք ընդունելու, որ այդպես է, մենք երթանք, մեր խնդրակը կներկայացնենք, ով դեր այս խելքալ գուտանք երբեմն, ուղղություն գուտանք, ինչ պիտանե եւ վերջ, բայց այս չէ, մենք միայն գուզենք ըսել եւ չենք գուզեր լսել, աղոթքը ըսել եւ լսել է, Աստծո խոսքը այս ճշմարտությունը գահստատե, թե անհատապես աղոթել եւ թե հավաքապես, քրիստոնեային համար իրականության մեջ ամենամեծ առանձնաշնորհները մեկն է, մարդուն համար Աստծո հետ խոսիլ, անոր հետ մտերմիկ հարաբերություն ունենալ, մեր բարակային ինչպես պետք է հասկանանք, ենով Աստծո հետ քալեց, գլսեր անոր ցայնը, մեր բարակային, կորցնականապես, ինչպես Աստծո ցայնը գլսենք, խոսքին միջոցով, անոր համար հինադեն եկեղեցու հայրեր, մեծ բակի շրջանին, երբ գաղոթեին, միշտ Սուրբ Գիրքնալ գգարթային, որովհետև երբ գաղոթենք, մենք Աստծո հետ կխոսենք, երբ կգարտանք, Աստված մեզի հետ կխոսի, երբ մեկը գսե, ով դեր քու ցայնդ կուզեմ լսել, Աստված գսե խոսքս գարտա, հոսե դերոջը ցայնը, ուրեմն այդպեսով մենք կլսենք, երկրորդ, ինչ է աղոթքը հարցումին պատասխանելով գսենք, թե աղոթքը, ինչպես առաքյալնալ գարտացին քոս, երախտաբարդ եւ քողունակ սիրտի խոսքերով արդահայտվելն է, քողունակությամբ, երախտաբարդ, շնորհակալությամբ, սիրտը, որ հասկացած է Քրիստոսի սերը, ջանցած է Աստծո սերը, այդ սիրտը քողունակությամբ իր ցայնը կբարձրացնի, Աստծո գադարած ըսկանչելի գործերուն համար, անոր խոստումներուն համար, անոր օրհնություններուն համար, անոր փառության համար, անոր ստորակելուններուն համար, սիրտը քոհ է եւ գաղոթ է, սիրտը, որ Աստծո բոլոր փառիկներուն համար շնորհակալություն գայտնի, գարտացին քոս, փանիմա համար հոգ մի ընեք, հաբա ամեն փանի մեջ աղոթքով քողունակությունով մեկտեղ, ծեր խնդրված կհայտնի ըլլա, հայտնեցեք, աղոթեցեք, սակայն քողունակ սիրտով, քողունակ սիրտով Աստծո հետ խոսիլը իսկական երջանկություն է, ներքին ուրախություն է, խաղաղությամբ կլեցնե, սիրտը որ քոհ է, միշտ ուրախ է, որքան քեշ ժխտական մթնոլորտ կստեղծե, նախ անհադի մեջ, ետք է իր շուրջիներուն հետ, քանքադող սիրտը, քոհ չէ, դրդնչել, փնավորություն դարձած է, այնպես որ աղոթքը քողունակությամբ պետք է կատարվի, աղոթքը դրդունչի կամ քանքադիմը արդահայտությունը չէ, ըսելով, ով Աստված ինչու այսպես եղավ, ով Աստված չէիր գտար այսպես անել, ինչու այս վիճակի մատնվեցա, աղոթքը քանքատներ վերցնել չէ, հաբա խնդրանքներ կներկայացնենք քողունակ սիրտով, առաքյալը գսե գարտացված համարի մեջ, բանի մամար հոգ մինեք, հանդարտ գեցեք, խուջաբի մատնվելու պետք չի գա, հանդարտ գեցեք եւ աղոթեցեք քողությունով մեկտեղ, գսե ամեն բանի համար, այդպես գարտացիք չէ, բանի համար հոգ մինեք, հաբա ամեն բանի համար, աղոթքով ու աղաչանքով, հետաքրքրական է, նշմարելի է ամեն բանի համար խոսքը,
ամեն բանի համար։ Կողմնակությամբ աղոթելը զասված կփարավոր է, Սաղմոս 2 գսե շնորհակալություն մատուցանողը զիս կփարավոր է 50-23։ Արդյոք հարցումը որ մեջտեղ գուքա, արդյոք կողմնակ սիրտ ունինք, մեր վիճակին համար Աստուծո փառք կուտանք, քոհենք, ուրախ ենք, երբ մեր աղոթները կողմնակ սիրտով կմատուցանենք, կնշանակի թե մենք կվստահենք անոր սիրույն, մեր երկնավոր հայրն է, հայրական սիրույն կվստահենք, անոր փառության եւ հոգատարությանը եւ անոր անուն իմաստության կվստահենք, երբ կողմնակությամբ կաղոթենք, եւ մեր վիճակը լավագույն վիճակը կնկատենք Աստուծո կողմէ կարգադրված։ Փորձեցեք եւ տեսեք կողմնակությամբ Աստուծո աղոթելը իրապես երջանկություն է։ Կողմնակությամբ աղոթող հավատացյալը Աստուծո միջամտությանը սպասող է, երբ ան դժվարության մատնվի։ Կսպասե, որ Տերը միջամտե եւ խնդիրը իր ցերքի մեջ առնի։ Կողմնակությամբ աղոթողը այդպես կլինի։ Այո, պետքերը շատ են, պիտի աղոթենք, սակայն առանց խուճապի մատնվելու, ամեն բանի համար գսե, կողմնակությունով, շնորհակալության հոգիով, ինչպես Բողոս եւ Շիղա ես գիշերին, ինչ կողմնակ սիրտ ունեն այս մարդիկը։ Մարդկային միտքը դժվար կհասկանա գմփռնե, փանդի մեջ վերքեր դված են, երկու եղբայրներ իրենց հավատքին համար կփանդարգվին, ես գիշերին, կոնե արդու երկեցեք, ես գիշերին փառքտվին Աստծո, երկեցին, որտեղ Աստծո գամքի մեջ են եւ կողմնակ սիրտ ունեն։ Արդյոք եթե մեզ հետ այսպեսի բան պատահեր, ինչ պիտի անենք։ Պիտի լենք, պիտի օրհնենք։ Պետք է կողմնակ սիրտ ունեցողը, այո, ես գիշերին ալգել է Աստուծո փառքուտա։ Խոհանոցը ջաշեպած ադեն, բնակ լվացած ադեն, արդուկած ադենը, ինքնաշարժ քշած ադենը, երբ քոհ է սիրտը շնորհակալություն գայտնի։ Փառքուտա ամեն բանի համար։ Ինչ է աղոթքը քեզի համար։ Արդասանություն մնե։ Միագողմանի խոսակցություն, որ գետրոնացած է անցին եւ այդ անցին շահերուն վրա։ Դուր։ Արե, այսպես էր, այնպես էր։ Թե ոչ կողմնակ սրտով գսես ամեն օր շնորհակալ եմ Տեր այսօրվան համար։ Աղոթքը բարձ, շատ բարձ, խոսքին բոլոր առումով խոսակցություն մնա Աստծո հետ, ճիշտ այնպես, ինչպես մենք կխոսենք իրարու հետ եւ ավելի թյուրին։ Այսօր, եթե մարդոց հետ կուզես խոսիլ, հեռացան պիտենես, ժամադրություն պետք է կոծես, թերևս շատ սպաղ է, այնպես որ մարդիկ բժիշկներում բես եղած են հոս։ Չես կրդար մոդենալ, շատ սպաղ են, վազվզուքի մեջ են, բայց Աստծո հետ ովևէ ադեն գրնաս երթալ եւ խոսին, ասկի ավելի մեծ շնորհք, իրավ շատ ավելի թյուրին է Աստծո հետ խոսիլ կամ մարդոց հետ։ Աստված երբեք պիտի չսե գփավե այլևս։ Շատ սպաղ է, ինչ ես քեզ, մտիկ պիտեմ գլուխս ծածուցիր։ Հասկացանք ըսածդ, երբեք, քնան, ամեն ադեն, ուր որալ գտնվիս, ինչպեսի վիճակի մեջ ալ գտնվիս, շնորհակալության հոգիով ցայնդ անոր փարսացուր։ Դարձյալ որու աղոթել։ Առաջինը ինչ է աղոթքը, երկրորդը որու աղոթել։ Գարտացված համարներու մեջ գսե Աստուծո հայտնի ըլլա։ Ձեր խնդրվածքը Աստուծո հայտնի ըլլա։ Ուրեմն Աստուծո պետք է աղոթենք։
որովհետև բոլոր բարյաց աղբյուրը Աստված ինք է, անոր պետք է աղոթենք, ուստի կողմնակությամբ անոր գաղոթենք, անգե բարիքներ կստանանք, անոր համար պետք է իրեն աղոթենք, ինչպես սիր սկիզբը, ճշմարտությունը կստիպե մեզի գիտակցությամբ անշուշտ, որ Աստուծո աղոթենք, անգե կստանանք բոլոր օրհնությունները, անմեր հոգին փրկության համար ըսկանչելի կորցը ծրագիրը պատրաստեց, Քրիստոսով ի կորց դրավ այս ծրագիրը, մեր փրկությունը ապահովեց Քրիստոսի մեջ, ուրեմն անոր պիտի աղոթենք, պետք է անոր աղոթենք, որովհետև ան մեր ստեղծիչն է, մեր սեփականատերն է, հզոր է, ամենակարող է, եթե դգար մեկը լար մարդոց կերտային, բայց ամենազոր է, ամեն բանի կարող է, անոր համար իրեն գաղոթենք, նաև ամեն բան գիտե, մեր ներկան եւ ապական գիտե, ուստի անոր գաղոթենք, հասկացած ես երբ գաղոթես, ամենակետ Աստուծո գաղոթես, որ ներկան եւ ապական գիտե, ուրեմն անոր կբարձրացնենք մեր ցայները, ամենուրեք է, միշտ ուր որ գտնվիս, քովդ է Քրիստոսով, Սուրբ Հոգին բնակությամբ, ան նաև արդար եւ սուրբ է, պիտի լսե եւ պիտի պատասխանե, անոր բոլոր գործերը արդարության վրա հիմնված է, մեղքերը ներող է եւ գործող է, անոր համար անոր գերտանք, մարդիկ աններով հոգիմ ունին, աններով հոգիմ է, ուրեմն ցայնդ անոր բարձրացու, գները եւ գմորնա, սիրտը խաղաղեցնող է, խիղճը հանգստացնողն է, հավիտենական կյանք տվողն է, անոր գաղոթենք, պետք է անոր աղոթենք, որովհետև միայն ան կրնա բոլոր բաները բարի գործակից դարձնել, անոր համար անոր գաղոթենք, որովհետև կարող է ան, ամեն բանի, անոր պետք է աղոթենք, որովհետև ան կենդանի է, ողջ է, մերած մեգումը չենք աղոթեր, Աստված կենդանի է, Սամոսը գսե հոգիս ծարավի է Աստուծո, կենդանի Աստուծո, կենդանի, այո, մենք կենդանի Աստուծո գաղոթենք, Պողոս առաքյալ Դիմոթեոսին իր կրած նամակներուն ագնարգելով, նեղություններուն ագնարգելով նամակի մեջ գսե, վասնզի փուն ասոր համար գաշխատինք ու նախատվինք, գնախատվինք, գգրենք, նախատինք գգրենք, քանզի կենդանի Աստուծո վստահած ենք, հուսացեր ենք, որ ամեն մարդոց փրկիչն է, մանավանդ հավատացյալներով, հոս փրկիչ բարը հոգի փրկության համար չէ, հապա նեղություններեն փրկելու համար է, այնպես որ անոր պետք է աղոթել, որովհետև միայն ան կրնա բարականերուն վրա իշխել, հիանալի, մխիթարություն չէ այս մեզի, հոգի չուրախանար, բոլոր բարականերուն վրա գիշխե, այո, անոր պետք է աղոթել, որովհետև ան գբադվիրե իրեն աղոթել, մեր աղոթները անոր ներկայացնել, եւ ոչ թե ուրիշին եւ ուրիշնալ Աստուծո երթալ, Կարդը մարդիկ այնքան փդած միտք ունին, կարծեք Աստծո խոսքը չեն գարտար, նայր ես արժանի չեմ Աստուծո երթալու, իմ մարդս կա, այնպես որ անոր գաղոթեմ, անիգա Աստուծո երթա, Սանտա Թերեզային կնա, անոր աղոթքը գնդունվի, եւ ասինչին կնա, այնպես որ ես անոր երթամ, եւ անալ երթա Աստուծո գխոսի եւ խնդրանքս կգադարե, կարծեք թե Աստված անքութ է, քութ չունի, ողորմած չէ եւ խիստ է, ուրեմն մեկը գերտա, գսե ասի, վերաբադվելի թորնիկ է ասի, մեր մարդն է եւ այլն, ասանք բաներ, Աստված ողորմած է, Հիսուսին կսե ինձ եկեք բոլոր հոգնած ու բեռնավորվածներ, ինչ կնշանակե, փերերունից հոգնած ես ինձ եկուր, Հիսուս կսե,
Եվ մարդը չէ գսե, գարձեք թե ասոնք զասված չեն ճանչնար, անորամար չեն կար։ Ովևէ մեկերնից արժանի չենք Աստուծո երթալու, ոչ մեկը։ Հիսուսով անոր երթան։ Հիսուսով ան մեր երկնավոր հայրը եղավ, այդպես չէ։ Հիսուս հայր մեր աղոթքը սորվեցուց, հայր մեր հայրն է։ Զավակը երբ զավակը հորմը հետ պիտի խոսի, որում երթա, թրացին երթա, քերին երթա, ասկագաններուն երթա, գսե հայրիկիս խոսք հասկացուր, ինք երթա հորը։ Երբ հարաբերությունը առողջ է, այնպես որ Աստուծո գաղութենք եւ ոչ ուրիշի, որբեսի ուրիշնալ երթա, Աստուծո գաղութցնե սիրտը, որբեսի մեր աղոթները պատասխանեն։ Հրաշալի դերմ ունի, անոր երթանք աղոթքով։ Ինչպես է քո հարաբերությունդ անոր հետ։ Առողջ հարաբերություն ունիս, քիդագից ես երբ գաղոթես, որու գաղոթես։ Այդպես անծանոթ մեկը գա հիմա մեզի ասված գասի, մենք գաղոթենք։ Հիմա գլսե, չի լսեր, անի մեր քիտնալիքը չէ, ես բարդականությունս կադարեցի։ Այդ չէ։ Երանի թե այս 40 օրվա մեծ Բաքի շրջանի մարդիկ ասված այցել է, մարդոց միտքը փածվի, լուսավորվի, տեսնեն, հասկանան, քիտնան, թե ինչ հրաշալի ասված ունենք։ Քո հունակությամբ շնորհակալություն հայտնի ամեն օր եւ դես ինչպես ուրախ եւ երջանիկ պիտելնաս։ Ժամանակ դուր, հատուկ բահմը օրը չի գա։ Այո, լավ է, եթե աղոթքի հատուկ բահ գա, ըսելիք չի գա, բայց եթե այդ տեսակ արիտներ չունիս, գամ չի նշանակել միայն այդ բահվան մեջ։ Ովևէ ադեն, ամեն ադեն գսե արաքյալը, ամեն բանի համար, քո ունակությամբ ձեր աղոթները, խնդրվածները անոր մատուցենք։ Թող Տերը ձեզ օրհնե եւ լավ որ աղոթքի կյանքը ունենանք։ Աստված ուզե կալ գիրագի պիտի շարունակենք աշխտութը։ Իր փառքին համար։ Ամեն։ Անգամ եւս դերը մեզի խոսեցավ, թե ինչ կերպով աղոթելու ենք, խոնարհությամբ եւ գադարյալ վստահությամբ ու նաեւ համբերությամբ իր գամքին համացայն, երբ որ ան հարմար կնկատե մեր աղոթքը պատասխանելու։ 506-րդ երգը երգենք, որուն վերջին դունը ոտքի եւ հովիվին աղոթքով պիտի փակենք։ Աղոթքի օրհնյալ ժամուն, երբ որ խոնար սրտով գահավաքվենք մենք մեր փրկին Տեր Հիսուսի քով։ Աղոթքի օրհնյալ ժամուն, երբ որ խոնար սրտով կհավաքվենք մեր փրկին Տեր Հիսուսի քով, հավատքով եւ որդիմ ենք, որ անմեզ պաշտպանե, ինչս պեղանի անուշ, օգնածին ինչ կացրե, Ժամաղոտքի, ինչ օրհնյալ ժամ է, ինչս պեղանի անուշ, օգնածին ինչ կացրե, աղոթքի օրհնյալ ժամուն, դենգուկա մեզի մոտ, իր զավակներուն լսել սրտով մկրտով, նետեցեք վրաս բոլոր, ծեն հոգեր երբ կսեք, ինչս պեղանի անուշ, օգնածին
Vejamagoti inchornyal jamet inches vegani anush opnatzin inch katzre Agotki ornyal jamun portsvatsnen havakvi batmelu irens vishte zero exiroli Katarat serdov Jesus Oken parade Inches vegani anush Opnadzin inch hatzre Vejamagotki inch ornyal jamet inches vegani anush Opnadzin inch hatzre Agotki ornyal jamun Havakov v'stahye Mezi bet yeratzamen Ornut yungarnek Mer v'stahutyam v'ismet Gazadin kokere Inches vegani anush Opnatzin inch katzre Vejamagotki inch ornyal jamet inches vegani anush Opnatzin inch katzre Ով դեր շնորհակալ ենք այս մեծ առանձնաշնորհումն համար, որևէ ադեն, որևէ դեղ գրնանք դեր քեզ հետ խոսիլ, մեր սրդին քողունակությունը հայտնել, մեր խնդրանքները քեզի ներկայացնել, շնորհակալ ենք դեր այս մեծ փառավոր շնորհքին համար, օգնե որ օգտվինք միջկաբրինք այս չար աշխարհի մեջ դեր մեր կյանքի մեջ անբաժան մասը լա քեզի հետ խոսիլը, քեզի հետ ժամանակ հատկացնելը եւ դեր մանավանդ քուցայնդ լսելը խոսքիդ միջոցով այս ուղղությամբ բոլորիս դու շնորհ կնես արցակես մեզ քու խաղաղությամբ Հիսուսի անունով ամեն Amen